Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման պատճառով նորին սրբությունը չկարողացավ մեկնել Ավստրիա մասնակցելու փետրվարի 17-ից 19 կայանալիք եպիսկոպոսատ ժողովին։ Այդ առիթով մայրաթոռը հայտարարություն էր տարածել։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է եւ խորը վրդովմունք հայտնում Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից նորին սուրբոծություն Տեր Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նորին սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ։ Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական եւ կրում են ընդգծված քաղաքական բնույթ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է վեհափառ հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաեւ անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների եւ դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել եւ մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։ Հայրապետի դեմ հարուցված վարույթը երկրի հանրային կյանքում մեծ հուզում է առաջ բերել։ Մի շարք իրավապաշտպան կառույցներ, քաղաքական հասարակական գործիչներ, իրավաբաններ հայտարարություններով են հանդես եկել սուր քննադատելով իշխանությունների քայլերը, դրանք որակելով որպես պատմական ամոթալի գործողություն։ Սա մի մեծ շղթայի մաս է, սկսած Արման Սարոյանի կողմից դատարան բացարձակ անհիմն հայց ներկայացնելուց, դատարանի կողմից այն վարույթ ընդունելուց, հայցի ապահովման միջոց կիրառելուց, հետագայում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վեհափառի տնօրինության կապակցությամբ քննչական մարմին դիմելուց, քննչական մարմնի կողմից քրեական վարույթ նախաձեռնելուց, դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելուց եւ հետո քննիչի կողմից բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելուց։ Իսկ այս ամբողջ շղթան, որ ես երկար նկարագրեցի, սա այս ապօրինությունների յուրաքանչյուր օղակը մի հսկայական ապօրինություն է։ Այսինքն բացի նրանից, որ սա ազգային խայտառակություն է, սա նաև բացարձակ հակաիրավական մի մեծ շղթայի մաս է։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասել, որ երեք ես լսում եի, որ տեսեք իշխանությունները կիրառել են առավել մեղմ խափանման միջոց։ Նախ դա բացարձակ անհիմն է, որովհետև դա կիրառվում է ինչ-որ հիմքի առկայությամբ, այսինքն արդյոք ինչ-որ մի ողջամիտ մարդու մտքով կարող է անցնել, որ վեհափառ հայրապետը մեղամեղա կարող է փախնել Հայաստանից։ Փախուստի համար է կիրառվում այդ խափանման միջոցը, որևէ այլ նպատակ չունի։ Դա ուղղակի սրբապղծություն է, այդպես անգամ մտածելը։ Մեկ եւ երկրորդը հաշվի առնելով, որ խոսքը վերաբերվում է քրեական իրավունքի տերմին եմ կիրառում ոչ մեծ ծանրության ենթադրյալ արարքին, ուղղակի այլ ավելի խիստ խափանման միջոց այս հոդվածով չէին կարող կիրառել։ Սա էլ նշեմ։ Չէին, այսինքն նրանք արել են առավելագույնը։ Այս ամեն ուղղված է հենց հայ եկեղեցու դեմ։ Խոսել նրա մասին, որ իբրև թե բարենորոգում ենք, բայց ընդհանուր մեկ ամսվա մեջ 3 օրինագծեր դնել շրջանառության մեջ, որոնք սահմանափակում են եկեղեցու հնարավորությունները ցանկացած ոլորտում, ել չեմ ասում նախկինում ընդունված օրենքները կապված հայ եկեղեցու պատմության հետ, ընդհանրապես բարեգործության հետ եւ ուղղակի դրանց քանակը թվարկել անհնարին է։ Եվ այս կանից հետո ասել, որ բարեգործություն է սա, բարենորոգում է իբրև թե եկեղեցու հետ կապված անլուրջ խոսակցություն է։ Այս բարենորոգումը ընդհանրապես եկեղեցուն իր սանրական կարգավիճակի, իր ծանրակշիռ կարգավիճակից զրկել մի կառույցի, որը համազգային է, որ ազգային եկեղեցի է եւ Սփյուռքի հետ կապերը առավել ամրապնդելու, առավել արդյունավետ օգտագործելու լավագույն միջոցն է, ինչից ցավոք իշխանությունները կամավոր կարծես թե հրաժարվել են։ Ստեղծված իրավիճակի խորքային պատճառներն իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը տեսնում է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունների համատեքստում։ Մասնավորապես վերջերս փետրվարի 10-ին Վատիկանում Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ կայացած հանդիպմանը Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարը հերթական անգամ մեղադրել է հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական եկեղեցուն խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ։ Որոնք են իբրև թե իրենց փաստարկները, որ մայրաթոռը
հարց է բարձրացրել հանձնելու պատանդարված հայ քաղաքական գործիչներին, որոնք շինծու դատավարություններով դատապարտվել են։ Հիմա գիտեք ինչն է խնդիրը։ Եթե մենք սա համարում ենք իբրև թե պատերազմի կոչ, նույնիսկ երբ հարց է առաջանում, ովքեր այս հարցը չեն բարձրացրել։ Հիմա իհարկե չեն բարձրացնում տևական ժամանակ, բայց մենք ինչ է մոռացել ենք, որ 21 թվականին այդ հարցը բարձրացվել է իշխանությունների կողմից, ժամկետ են նույնիսկ խոստացել հասարակությանը, որ կարճ ժամկետում կվերադարձվեն, խոստացել են այդ մասին խոսում են նաև այսօր ներկայապահին Միացյալ Նահանգների նախագահի տեղակալը։ Մյուս հարցադրումը, որը առավել եւս նաև Վատիկանին է վերաբերում, ընդհանրապես մայրաթորը բարձրացնում է խնդիր, որ Արցախում մնացած եկեղեցիները, վանքերը, այլ սրբավայրերը բարբարոսաբար ոչնչացվում են եւ կոչ է արել ընդհանրապես, որ վերջ տրվի այդ գործունեությանը։ Այստեղ որտեղ եք տեսնում պատերազմի, չգիտեմ, կոչ կամ խաղաղությանը դեմ գնալու կեցվածք։ Կամ եթե վեապարտերը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խոսում է, որ պետք է ընդունենք ապահովի արցախցիների վերադարձը, անվտանգ վերադարձ, անվտանգ կյանքը, սա ինչի միջազգային նորմերից չի բխում, սա պատերազմի կոչ է եւ ասել, որ սա խոչընդոտում է իբրև թե խաղաղության հաստատմանը, նշանակում է ասել, որ միջազգային իրավունք գոյություն չունի։ Հիմա շատերն է չէ դրա մասին խոսում։ Հարգելիներս, այդ դեպքում այն ինչ որ դուք անում եք, խաղաղության պայմանագիր, նախաստորագրումներ, ստորագրումներ, համաձայնություններ եւ այլն, այդ բոլորը միջազգային իրավունքի ընդամենը փոքրիկ բաղադրիչներ են։ Այն միջազգային իրավունքի, որը դուք հաստատում եք, որ գոյություն չունի, բայց եթե գոյություն չունի, որն է երաշխիքը։ Հետևաբար երաշխիք հենց այն պայմաններն են, որի մասին խոսում է ոչ միայն մայրաթորը, ոչ միայն եկեղեցին, այլև քաղաքակիրթ հասարակությունը, ժողովրդավար հասարակությունը։ Չի կարելի ասել մի բան անել ուրիշ բան կամ ենթադրել բացարձակապես մի երրորդ բան։ Սա է եւ կարծում եմ այս կեցվածքն է, որ ցավոք հայ եկեղեցուն թիրախավորել է։ Բարոյախրատական խոսքերն առավել եւս իրավական որակումներն այլևս անիմաստ են, ասում է իրավաբան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա, մայր եկեղեցու դեմ հալածանքներում իշխանություններն ամեն օր նորանոր կարմիր գծեր են հատում։ Վեհապար հայրապետին եւ մեր եկեղեցուն պաշտպանելը վեհապար հայրապետի եւ մեր եկեղեցականների հոգեվորականների խնդիրը չէ, այլ յուրաքանչյուր հայի խնդիրն է։ Այսինքն սա մեզ է պետք, ոչ թե վեհապար հայրապետը ակնհայտ երևում է, որ ինքը անսասան է եւ ամուր է եւ այդ սուրբ օծությունը իր ազդեցությունն է թողնում մարդու վրա։ Մեր խնդիրն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ փետրվարի 14-ին արված հայտարարությամբ կոչ է արել անհապաղ վերանայել հայոց հայրապետի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների եւ քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը։